Երկրորդ տեղում անշուշտ սա լուծում է նաև ներքին դիմադրության ձեր շատ դիպուկ նկարագրեցիք, մենք գործ ունենք ամենամեծ դիմադրության պոտենցիալ օջախի հետ, այսինքն դիմադրության ոչ թե տվյալ X անձին, ինչպես որ իրենք են փորձում թողել, այլ դիմադրություն փաստացի հակահայկական քաղաքականության, այսինքն քաղաքականություն, որը հերքում է ազգային ինքնությունը, փորձում է ինչ որ հիմնավորումներով դա վերաֆորմատավորել, կոլաբորանտ իշխանության օրակարգին։ Ասում է բան, հա, ասում է դուք ասացիք, բայց ես լիարժեք համեմիտեմ այդ ձևակերպան հետ։ Այսինքն եկեղեցին ասում է, ախպեր ջան, չի կարա լինի հայ, ակտիվ գործիչ, ու այս պահին չխոսի օրինակ Արցախում մշակութային ժառանգության պահպանության մասին։ Դե ֆակտի իշխանությունը ասում է, չէ, դա խանգարում է մեզ ու էական չի այդ մեզից հետո ինչա գալիս էլի թե մեզ խանգարում է ինչում այդ էական չի, որովհետև ինքնին այդ նախադասությունը որ հիմա այդ թեմայով չպետք է խոսենք կամ ընդհանրապես չպետք է խոսենք, դա ինքնին հակահայկական բնույթ է կրում, որովհետև դա նաև հակաժողովրդավարական է, որովհետև հայության մի զգալի հատված ավելի քան 150,000 մարդու իրավունքները խախտվել են, այդ իրավունքների համար չպայքարելը ժողովրդավարության ամենամեծ հնարավոր հասցված վնասներից է։ Երրորդ տեղում սա նաև փորձ է ըստ էության ստեղծել նոր թշնամի, որի դեմ փորձել հասարակական մոբիլիզացիա ապահովել։ Սա դուք որպես քաղաքագետ գիտեք, որ ցանկացած իշխանություն հատկապես ավտորիտար եւ հեղափոխական, այսպես ասած, օպերացիոն համակարգ ունեցող, հա, չեմ ասում հեղափոխական բառը լավ իմաստով, այլ հեղափոխական իր ֆորմատով։ Դու պիտի անդադար պայքարես ժողովրդի անունից տարբեր բանի դեպքեր սովորական մարդիկ չեն, գրանջոս պլաններ, պարտադիր ներքին կամ արտաքին ստանդարտ բան է, դու պիտի միշտ ունես արխի թշնամու կերպար, որի շուրջ հավաքում ես մարդկանց, ես տեղ եմ, ոչ թե որովհետև պրոստը իշխանություն եմ ընտրվել, այսինքն ես ուղղակի տենց սռոկով եք, այլ ես որ մեծ պայքարի մաս եմ։ Հիմա իրենք փորձում են կերտել այսպես կոչված ինքնիշխանության համար պայքարի այդ մոդուսը, այսինքն ինքնիշխանության համար պայքարի, ոնց որ բան է, հորինում ես մի հատ տենց մատրիցա,